Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, Աստծու խոսքի բժշկարար հպումը։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները քո սրտի մեջ ընդունելը ոչ միայն բժշկում է քո հոգին, շունչն ու մարմինը, այլև զորություն ունի բժշկելու քո կտրված ու խաթարված հարաբերությունները։ Աստծու Խոսքը զորություն ունի ազատելու քեզ քո կյանքի կախվածություններից ու կապանքներից։ Այն զորություն ունի նաև ազատագրելու քեզ ամեն տեսակի վախերից ու տագնապային մտքերի ծնած անհուսության հոգեվիճակներից։ Հովհաննես 8:31-32 խոսքերում կարդում ենք. «Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Հարաբերությունների ճգնաժամերը սխալ պահվածքի և Աստծու կամքին հակառակ կատարած գործողությունների արդյունք են։ Երբ մենք հավատարիմ ենք մնում Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումներին և ճանաչում ենք Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները, դրանք ազատում են մեզ վիրավորանքի ու չներելու կապանքներից։ Աստվածաշունչը խոսում է տարբեր հարաբերությունների մասին՝ ամուսնական, ծնողների և զավակների, ընտանեկան, աշխատանքային, հարևանների միջև և այլն։ Ցանկացած իրավիճակում Աստծու կամքը ճանաչելը մեզ իմաստություն է փոխանցում թանկ գնահատելու մարդուն և նրա հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև ներման ու բարության շնորհիվ հաղթելու ու հաղթահարելու ամեն չարիք ու վիրավորանք։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, պակաս կարևոր չէ կախվածություններից ազատագրման բժշկությունը։ Մեղքեր կան, որոնցից չես կարող ազատվել կամքի ուժով։ Պետք է բացահայտել դրանց հետևում թաքնված սուտը։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները լուսավորեն մեր կյանքի մութ ու խավար անկյունները, բացահայտվում են չարի ուղարկած ստությունները, և բժշկություն ու ազատագրություն է տեղի ունենում։ Սատանան խաբում է մարդուն, թե խաղամոլությունը կամ խաղադրույքներն առանց աշխատելու հարստանալու կարճ ճանապարհ են։ Խաբում է, թե թմրանյութերի ժամանակավոր հաճույքը մարդուն երջանիկ կդարձնի։ Խաբում է, թե ծխախոտը նյարդերը կհանգստացնի կամ խմիչքը կթուլացնի սթրեսը, կանցկացնի հոգնածությունը կամ մոռացնել կտա սրտի ցավը։ Այս ամենը ստություններ են։ Եվ երբ մարդը թույլ է տալիս, որ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները դուրս մղեն դրանք իր սրտից, տեղի է ունենում բժշկություն և ազատագրություն։ Նույնը ճշմարիտ է նաև կպչուն մտքերի ու տագնապային գրոհների պարագայում։ Աստծու Խոսքը բժշկարար ու ազատագրող հատկություն ունի, երբ մարդը ընթերցում է այն փնտրելով հայտնություններ ու դասեր սեփական կյանքից ստությունները հեռացնելու և դրանք Աստծու Խոսքի ճշմարտություններով փոխարինելու համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։